մեր համար առաջնահերթություն է մեր 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը, ինչը ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի, այսինքն ներմուծել արտահանելու տեսանկյունից, այլև գաղտնիք չի, մասնագետները կհաստատեն ինքը կայունություն է հաղորդում էներգահամակարգին, այնպես ինչպես այս պահին Հայաստանի էներգահամակարգը կայունություն է հաղորդում Վրաստանի էներգահամակարգին եւ հակառակը, ինչպես նաեւ Հայաստանի էներգետիկ համակարգը կայունություն է հաղորդում Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգին եւ հակառակը։ Մենք արդեն ասացի, որ նախորդ տարվա տեխնիկապես հնարավոր է 4 հարևանների հետ էլ դա կատարել, այսինքն տեխնիկական խոչընդոտ որպես այդպեսին չկա։ Մնացած մասով հույս ունեմ զարգացումներ կլինեն եւ մենք պատրաստ ենք այդ զարգացումներին, իսկ մտահոգություն չունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված, ավելին էներգետիկ ոլորտում ունենք հրաշալի համագործակցություն, նախորդ տարվա ընթացքում ամբողջ 12 ամսվա ընթացքում մենք կայուն էլեկտրաէներգիա ենք մատակարարել Իրան եւ այնտեղից ստացել ենք գազ։ Ժամկետներ չկան, ես նախորդ տարվա ընթացքում այց եմ կատարել նաեւ Թուրքիա, այնտեղ հանդիպել եմ Թուրքիայի էներգետիկ ոլորտը համակարգող նախարարի հետ, ֆիքսել ենք, որ դա տեխնիկապես հնարավոր է իրականացնել, ժամկետների եւ տեխնիկական լուծումների մասով այս պահին աշխատանքներ որպես ամփոփում իրականացված չի։ Միասնական չի Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր էներգետիկ ցանցը, միացած է եւ այդ միացածությունն է արտահանում եւ ներմուծում իրականացնելու հիմնական հնարավորությունը, միակ հնարավորությունը, բայց նաեւ այդ միացված լինելու հանգամանքը բավարար է, որ դա կայունություն հաղորդի երկու երկրների էներգետիկ համակարգերին։ Կուզեմ նաեւ անդրադառնալ, որ մենք շուրջ 85% իրականացված աշխատանք ունենք Հայաստան-Իրան 400 կՎ հզորությամբ գծի կառուցման մասով, այնտեղ աշխատանքները որոշակի դադարներով են իրականացվել տարբեր ժամանակներում, պայմանավորված իրանական կապալառու ընկերության կարողություններով, բայց նախորդ տարվա վերջին ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել, նաև առաջընթաց ունենք դեպի Վրաստան նոր գծի կառուցման մրցույթի մասով։ 3 լոտերից 2-ի մասով մրցույթային գործընթացներ են եւ ես վստահ եմ, որ մենք 2026 թվականի ընթացքում 3-ի մասով էլ կունենանք շինարարների հետ պայմանագիր, դրանք միջազգային մրցույթներ են եւ մեծ հավանականությամբ միջազգային ուրեմն ընկերությունների ներգրավմամբ մենք այդ գծի կառուցման աշխատանքները կսկսենք։